Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։ Պարոն Հակոբյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հավերը ընդունելու համար։ Պարոն Հակոբյան, եկեք դեռևս ընտրություններին շատ կա, նախընտրական շրջանը դեռ չի մեկնարկել, բայց խոսենք արդեն իսկ որոշ քաղաքական ուժերի հայտ ներկայացնելու մասին։ Ինչ ունենք այս պահի դրությամբ։ Երկրորդ նախագահ ասուլիսում հայտարարեց Հայաստան դաշինքը մասնակցելու է ընտրություններին։ Մեր ձեով շարժումը դեռևս կամավորական է, բայց առաջիկայում հայտարարել են քաղաքական գործընթացներ են սկսելու, կուսակցություն են հիմնելու, Արման Թաթոյանը հայտարարեց, եւս որոշ ուժեր էլի հայտարարություն են տարածել, որ պատրաստվում են մասնակցել ընտրություններին։ Այս փուլում ինչ կարող ենք ասել, այսպիսի դասավորություն, երբ որ կա քաղաքական ուժերի, ինչպիսի ընտրություն կլինի եւ արդյոք իշխանությունը մտահոգվելու բան ունի։ Դեք դուք նշեցիք փաստացի բոլոր այն ուժերին, որոնք կամ գրեթե բոլոր ուժերին, որոնք ընդդիմադիր մեր սեգմենտից արդեն իսկ հայտ են ներկայացել, որ իրենք մասնակցելու են ընտրությունների։ Դեռևս տիտուլային ընդդիմության մյուս ներկայացուցիչ, տիտուլային մեր մոտ խորհրդարանական ընդդիմությանն են հիմնականում համարում, դեռևս ըստ էության հանրապետականը չի որոշել եւ հանրապետականը այլ օրակարգով է շարժվում իմպիչմենտի, ինչպես հայտնի է։ Բայց իհարկե բացառել, որ իրենք էլ ի վերջո նաև իրենք էլ են այս հնարավորությունը օգտագործելու, երևի թե պետք չէ առհասարակ։ Այն ուժերից, որոնք արդեն իսկ հայտ են ներկայացրել, ակնհայտ է, որ մեծ հավակնություններ, նույնիսկ այդպես ասեմ, ունի թե Հայաստան դաշինքը, ընդ որում որքանով ես հասկանում եմ, հենց Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, այսինքն ցուցակի առումով ես նկատի ունեմ, եւ մեծ հավակնություն ունի եւ հնարավորություն ունի նաեւ Սամվել Կարապետյանի ապագա կուսակցությունը, որը հիմա դեռևս ավելի շատ շարժման ֆորմատով է հանդես գալիս։ Այս առումով, երբ խոսվում է, որ երկու քաղաքական ուժ արդեն իսկ կարող են խորհրդարանում հայտնվել եւ որակյալ տոկոսներ ունենալ, այսինքն ես նկատի ունեմ տոկոսներ ունենալ, որոնք կարող են ազդել ապագա յետընտրական կոալիցիաների ձևավորման գործընթացում, ապա դա հիմնված է ամենայն հավանականությամբ եւ ոչ միայն նաեւ հրապարակված սոցիոլոգիական հարցումների վրա, բնականաբար այդ երկու քաղաքական ուժերի հնարավոր արդյունքները դեռևս բավարար չեն, որպեսզի իրենք կարողանան իշխանազրկեն քաղաքացիական պայմանագրի, բայց իրենք կարող են լավ բազային հիմք հանդիսանալ, որպեսզի նաև այլ ընդդիմադիր ուժերի հետ ձևավորել հետագայում նոր իշխանություն, կոալիցիոն իշխանություն։ Ես կարծում եմ, որևէ Այսինքն կներեք, հնարավոր տարբերակ է, որ 3 ուժերի ընդդիմադիր ուժերի միավորումը բերի իշխանափոխության։ Ընդհանրապես հնարավոր է եւ 3 եւ 4, այստեղ մի քիչ դժվար է ասել, որովհետեւ միայն ընտրությունների արդյունքով կարելի է հասկանալ, թե քանի տոկոս ձեռք բերեց ընդդիմությունը հատ-հատ եւ հավաքական, գումարային առումով, իհարկե, եթե դու կարողանաս մի քանի ընդդիմադիր ուժերով 3-ով թե 4-ով, տեսականորեն նաեւ 2-ով, ձևավորես հնարավորություն ունենա։ Այսինքն բացառում եք, որ իշխանությունը 50+1 կլինի։ Ես կարծում եմ, որ այդ նույն հիմքերից ելնելով, այսինքն սոցիոլոգիական հարցումներից ելնելով, ընդհանրապես այն տրենդերից եւ տենդենսներից, որոնք ձևավորվել են վերջի 2 տարվա ընթացքում, իշխանությունը ընդհանրապես լեգիտիմ հնարավորություն միանձնյա վերցնել 50+1%, կարծում եմ այս պահի դրությամբ մեղմ ասած պրոբլեմատիկ է իր համար, իհարկե փորձ է արվելու որևէ սատելիտ կուսակցությամբ, սպոյլեր կուսակցությամբ կամ նման ինչ-որ արդյունքի մոտենալ ընդհանուր առմամբ, բայց այս պահի դրությամբ կարծում եմ, որ դա էլ առայժմ չի երևում։ Սա չի նշանակում, որ հենց այսպես է կլինի, որովհետև մինչև ընտրություն բավականին ժամանակ կա եւ շատ բան կարող է լինել առհասարակ։ Չեմ կարծում, որ էլեկտորալ առումով իշխանությունը լեգիտիմ առումով, լեգիտիմ եղանակով կարող է զգալիորեն բարձրացնել իր այսօրվա տոկոսը, դա մոտավորապես հիմա 15%-ի շրջանակում է, դրա մասին ասվում է, էլեկտորալ առումով կարող է 20 լինել,
էլեկտորալ, այսինքն մասնակիցների մասով կարող է, բայց չեմ կարծում, որ դա համենայն դեպս որևէ լեգիտիմ եղանակով գումարած նույնիսկ սպոյլերի կուսակցությունը իրեն հնարավորություն կտա 50+1 ձայն ստանալ։ Բայց փաստ է նաև կներեք, պարոն Հակոբյան, որ այս պահի դրությամբ իշխանությունը օպտիմալ եւ ճիշտ, այսպես արդյունավետ քարոզարշավն իր համար իրականացնում։ Օրինակ ամեն օրյա ռեժիմով Նիկոլ Փաշինյանի Facebook-յան ակտիվությունը, թիմակիցների, նույնիսկ իրենք իրենց հետ նստում ոդքասթեր են անում, այսինքն ամեն ինչ խոսում է այն մասին, որ իշխանությունը շատ վաղ սկսել է քարոզարշավը, բայց ընդդիմության օրակարգը ուշանում է։ Այս ուշանալը ինչ որ ձև խանգարելու է, թե հնարավոր է հունվարից հետո ամեն ինչ այսպես ճիշտ հունի մեջ ընկնի։ Ավելին ձեզ ասեմ, միայն իշխանությունն է զբաղված է ընտրապայքարով, այսինքն նախընտրական կամպանիան իշխանությունն է միայն սկսել։ Մնացած ուժերը ընդհանրապես դեռևս զուտ թիրախավորված նախընտրական կամպանիան դեռևս չեն տանում։ Էլ ավելի, ասենք կոնկրետացնեմ, ես դեռևս 24 թվականի կեսերին, եթե չասեմ ավելի շուտ, ասում էի, որ Նիկոլ Փաշինյանը այն պահից սկսած, երբ սկսեց այցելել մարզերեն, կախիչների թեման հիշում եք, ուզում էր ցույց տալ ով է տան իրական տերը, այսպես ասենք, խիստ հոր կերպարի մեջ էր հայտնվել, իր արտաքին տեսքը փոխում էր, հեծանիվ էր քշում եւ այլն, հիշում եք այդ սաղ այդ շարքը, հա, ձվածեղներից եւ այլն, ես այն ժամանակ էլ ասում եմ, որ նախընտրական կամպանիան իշխանության համար արդեն սկսվել է։ Ընդ որում ես կարծում եմ այդ ժամանակ փորձարկումներ էր անում, որը կաշխատի։ Ոչ միայն փորձարկում էր անում, գիտեք, ես կարծում եմ այն ժամանակ ինքը չէր բացառում արտահերթ ընտրությունների նույնիսկ գաղափարը, որովհետև այն տրենդերը եւ տենդենսները, որոնք ձևավորվել էին իշխանության ռեյտինգի շուրջ, իրենք ցույց էին տալիս, որ ամեն մյուս հարցումից հետո իշխանության ռեյտինգը լավագույն դեպքում պահպանվում էր, այսինքն ռեցեսիայի մեջ էր։ Իսկ իրականում, ասենք, այդ տոկոսը ընկնում էր առհասարակ։ Մի պահ նույնիսկ 8-9% էր հասել այս առումով։ Այսինքն դա նշանակում էր, որ իշխանությունը եւ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես պետք է մտահոգված լինեին այդ տենդենսով եւ իրենց մոտ շատ տրամաբանական կասկածներ կարող էին լինել, որ գուցե հիմա է պահը, որ փորձել գոնե այս վարկանիշի պարագայում փորձել ինչ-որ մի բանի հասնել, արտահերթ անել, վերարտադրել։ Ինչու իշխանությունը չգնաց այդ արտահերթ ընտրությունների ճանապարհով։ Նույն օրինակ օգոստոսի 8-ից հետո բոլորը մտածում են, որ ամենաճիշտ ժամանակն է, քանի որ իրենք ռեյտինգ ունեն, իրենց այդ խաղաղության օրակարգը, ինչն էր պատճառը։ Խնդիրը հենց նրանում է, որ իրենք ռեյտինգ չունեն, այսինքն այդ բավարար չի այդ ռեյտինգը, որպեսզի դու բայց ավելի շատ չի ընկնի 26-ին արդեն։ Գիտեք, ավելի շատ է, քան մնացած հատ ընդդիմության ռեյտինգները, բայց ընդհանուր առմամբ, եթե մենք նկատի ունենք, որ կոալիցիոն իշխանություն է ձևավորվելու հաջորդ անգամ, ընդ որում եթե նույնիսկ տեսականորեն իշխանությունը, այսօրվա իշխանությունը վերարտադրվի, ապա ես կարծում եմ նույնպես կոալիցիոն բնույթ է կրելու, որովհետև միայն ԿՊ-ն ընդհանրապես հնարավորություն չունի տոկոս, բայց ես նույնիսկ տեսական եմ համարում այս ամեն ինչը, այսինքն ամեն դեպքում նույնիսկ ընդդիմությունը եթե հատ-հատ, ինչպես ասում են, ամեն քաղաքական ուժը զիջում էր այդ պայդրությամբ իր ռեյտինգով իշխանությանը, բայց հավաքական առումով կոալիցիոն իշխանություն ձևավորելու եղանակով իրենք հաղթում էին քաղաքացիական պայմանագրին։ Այդ իսկ պատճառով ես կարծում եմ այդ հաշվարկները որևէ լավատեսություն Նիկոլ Փաշինյանի մոտ չէին առաջացնում, առավելևս որ անընդհատ կար այդ այսպես կոչված խաղաղության պայմանագրի տեսլականը, իսկ դա իրենց պատկերացմամբ գլխավոր իրենց հաղթաթուղթը պետք է լինի թե արտահերթ, թե հերթական ընտրությունների ժամանակ։ Ես կարծում եմ դա իրականում բավականին խորը իրենք մտածմունքների մեջ էին, արդյոք գնան այդ ընտրության, արտահերթ ընտրության, թե չգնան, ի վերջո համենայն դեպս այս պայմանությամբ իրենք դեռևս ես կարծում եմ հիմա էլ են դրա այդ հնարավորությունը իրենք չեն բացառում առհասարակ, այսինքն մինչև դեկտեմբեր ինչ որ տենց սուրպրիզ անել, որովհետև գիտեք ամեն դեպքում արտահերթ ընտրությունն է իշխանությանը թույլ է տալիս տեմպի մեջ առավելություն ունենալ, առավելևս որ իշխանությունը, ինչպես մենք արդեն նշեցինք, մոտ 1.5 տարի է, 1 տարի արդեն զբաղված է
այս կամ այն չափով իր քարոզչությամբ, ոչ միայն քարոզչությամբ, այլ նաև իր կառույցները ամրապնդելով, փորձելով ամրապնդել իշխանության կուսակցությունը կամ այն, ինչ որ կոչվում է վարչական ռեսուրս առհասարակ։ Այս առումով իհարկե իրենք որոշակի առավելություն կարող են ստանալ, ընդդիմությունը միշտ այսպես արտահերթ ընտրություններին անպատրաստ է լինում։ Լավագույն դեպքում դեռ մեծ հարց է դրա համար են ասում, իրենց համար լավագույն ժամանակն է։ Այո, բայց ես կարծում եմ իրենք առայժմ չեն կարողանում գնահատել բոլոր ռիսկերը, որովհետև այդ ռիսկերը հիմնականում արտաքին գործոններից են կախված, այսինքն որևէ կերպ ես կարծում եմ իշխանությունը չի կարող հաշվարկի, թե արտաքին խաղացողները ինչ օժանդակություն կամ խոչընդոտ կարող են հանդիսանալ իրենց համար, դա մեկ, երկրորդը ի վերջո իրենց համար ցանկացած ընտրություն դա այս պահին ֆորս մաժորային բնույթ ունի, որովհետև նաև իսկապես չես կարող հստակ գնահատել, թե արդյոք ի հայտ կգա փողոցի գործոնը, որովհետև թվում է, որ այս պահին որևէ պրոբլեմ չկա, որևէ տրամադրություններ չեն գեներացվել, բայց գիտեք, ես մի քանի անգամ նման վարկած տվել եմ, որ այս ընտրությունները կարող է բողոքական բնույթ կրել, այսինքն մենք կարող ենք ունենալ արտաքինից շատ պասիվ հասարակություն, անտարբեր ապաթիայի մեջ, ինչպես ասում են, բայց այդ օրը օգտագործվի բողոքը հայտնելու համար։ Նման ընտրություններ շատ է լինում առհասարակ, մեր պատմության մեջ էլ է եղել, երբ այսպես մաքուր երկնքում ամպրոպ է եղել, ասենք օրինակ մեկ էլ ինչ որ տեխնացու գալիս է, ասենք 30-40% էր ստանում բաներից, ընդդիմությունից, երբ թվում էր, թե ամեն ինչ, այսպես ասում են, բան է, խաղ չկա եւ այլ եւ այլ։ Այս առումով ես օրինակ չեմ բացառում, որ այս ընտրությունները շատ հնարավոր է այդպեսին լինեն, եթե նույնիսկ Որ ուժ է կարող այդպես հանկարծակի բերել իշխանությանը։ Գիտեք, ցանկացած ուժ կարող է, եթե բողոքական է, դա լինում է արդեն ընդդեմ քվեարկություն է առհասարակ, այսինքն տվյալ, եթե բողոքական է, ինչպես ասում են, գալիս են պասիվ, այսպես ասենք, դեմքերով, նույնիսկ եթե exit poll-ը լինի, դուրս գան ասելու են իշխանությանն ենք տվել, բայց իրականում ուրիշին են տալու, այսինքն որևէ ընդդիմադիր ուժ են տալու, դա ընդդեմ քվեարկություն է, ոչ թե կոնկրետ սրա կամ նրա ազդեցության տակ, յուրաքանչյուրը, ինչպես ասում են, իր նախասիրություններից ելնելով։ Գիտեք, եթե մենք նայում ենք այն մոզաիկան, որը որ արդեն ձևավորվում է ընդդիմադիր դաշտում, ապա կարծես թե այսպես ասենք, յուրաքանչյուրի ճաշակից ելնելով տեխնացու կամ քաղաքական ուժ լինելու է, որովհետև տեսեք, հիմա տվյալ դեպքում մասնակցում է արդեն հայտ է ներկայացրել Հայաստան դաշինքը, դա այսպես ասեմ, արմատական ընդդիմադիր դիրքերից հանդես եկող քաղաքական ուժ է, դա մեկ։ Եթե կան զանգվածներ, որոնք, այսպես ասենք, արմատական են տրամադրված, իրենք ունեն իրենց ուզած քաղաքական ուժը։ Հիմա արդեն տեսեք այն երկու մյուս ուժերը, որոնք ձևավորման փուլում են, քաղաքական կուսակցության ձևավորման, Սամվել Կարապետյանին է, մեր ձևով շարժման հիման վրա, եւ Թաթոյանին է, Արման Թաթոյանին է, այդ նախաձեռնությունը, որը հավանաբար նույնպես պետք է դառնա կուսակցություն, իրենք ըստ էության հավակնում են անկախ ամեն ինչից, յուրաքանչյուրը հավակնում է պայմանական երրորդ ուժ լինելու եւ փորձելու են վերցնել այն ձայները, այն մոտավորապես 50% են պասիվ զանգվածի ձայները, որոնք քաղաքականությամբ չեն զբաղվում, քաղաքականությամբ չեն հետաքրքրվում, իրենք ոչ նախկին են, ոչ ներկա են, ոչ չգիտեմ ինչ են, բայց որոնք կարող են, ինչպես Փաշինյանն է ասում, այստեղ 1 րոպե մի բան ասել։ Ընտրության հնարավորություն են ձեռք բերում։ Պարոն Հակոբյան, տեսեք, այդ բոլոր թվարկած դեր ուժերը Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի աչքում դիտարկվում են նախկին կամ նախկինների հետ կապ ունեցող։ Ինչքան էլ Սամվել Կարապետյանի շարժումը համարվում է ոչ այսպես նախկինների հետ կապ ունեցող ուժ, Նարեկ Կարապետյանը անդադ խոսում է, որ երկրորդ, երրորդ նախագահների հետ չի համագործակցի, բայց նրանք հիշեցնում են, որ նույն Նարեկ Կարապետյանը հայտնի Կարեն Կարապետյանի տղան է, որը այսպես ՀՀԿ-ում շատ կարևոր առանցքային դերակատարում է ունեցել։
Նաև հիշեցնում եմ որոշակի ներկայացուցիչներ, որոնք կանգնած են հիմա Նարեկ Կարապետյանի կողքին, երկրորդ նախագահի թիմակիցներն են եղել։ Այդտեղ Արման Թաթոյանին ակնհայտ համարում են Սերժի մարդ է, այսպես ձևակերպեմ կոպիտ։ Այսինքն այս նախկին ներկան իշխանությունը այս ընտրություններում էլ է օգտագործելու ու թվում է թե էլի հանրային տեսանկյունից կարող է եւ ընկալելի դառնալ, այսինքն իրենց թեզերը տեղ հասցնելու առումով։ Ուրեմն նախ եւ առաջ նույնիսկ իրոք նախկին նախագահների պարագայում այլևս այդ էֆեկտը չունի, այդ խոսույթը, այդ նարատիվը նախկինների, ներկաների եւ այլ այդ նույն էֆեկտը չունի։ Եթե այդ նույն էֆեկտը լինել, ապա 82% վարկանիշ ունեցող քաղաքական ուժը իր ղեկավարով հանդերձ այսօր չէր ունենա մոտավորապես միջինացված 15%-ի մոտ, եթե չասեմ ավելի քիչ, այսինքն դա ակնհայտ է։ Այսինքն այդ խոսույթը անընդհատ կա, ժամանակ առ ժամանակ ուժեղացվում է, բայց տենդենսը հարցումների չի ավելացնում ոչինչ։ Այսինքն ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանը այսօր ունի իր կայուն ընտրազանգվածը, ինչպես ասում են ցեմենտ-բետոնային այդ ընտրազանգվածը, որը որ ոչ շատ պակասում է, ոչ էլ շատ ավելանում է։ Եթե ինչ որ պակասում կամ ավելանում է, դա վիճակագրական անճշտության սահմաններում է, հա, դա 2-ից 3%-ի մեջ է։ Այսինքն իրեն չի հաջողվում մեծ վերջի 1-1.5 տարվա ընթացքում զգալի ինչ որ առաջխաղացում ունենալ այս առումով, գուցե նաև շատ չի իջնում։ Թեպետ երբեմն նաև նորից եմ ասում 8-9-10% էր այդ վարկանիշը։ Ամեն դեպքում ես կարծում եմ, որ ինչ վերաբերում է այս նորաստեղծ երկու քաղաքական ուժին, իհարկե կարելի է իրենց փորձել կապել սաղի հետ եւ այլ։ Առհասարակ մենք մի բան պետք է հասկանանք, որ Հայաստանում կամ ոչ միայն Հայաստանում ցանկացած քաղաքական ուժի ներկայացուցիչ կամ լիդեր, որը որ 20-25 տարեկանից բարձր տարիք ունի եւ ընդհանրապես որևէ կենսագրություն ունի ի տարբերություն իշխանության շատ ներկայացուցիչների, ինքը ինչ որ մի ճանապարհ անցել է, ինչ որ միտեղ աշխատել է, այսպես ասենք, կամ սովորել է, ինչ որ մեկի բարեկամն է, այս կամ այն կապ, այո, մեր փոքր երկրում ցանկացած մարդ այս կամ այն չափով կապ ունի ցանկացածի հետ։ Այդ թվում նաև իմիջիալոց իշխանության գուցե ներկայացուցիչների հետ ինչ որ ձևի կապ ունի, թե բիզնեսային, թե բարեկամական, թե այլ ընկերական, չգիտեմ։ Այս առումով ես կարծում եմ այս արգումենտը, որը որ փորձելու են մեջ բերել կամ արդեն իսկ օգտագործում են, չեմ կարծում, որ լուրջ ազդեցություն է թողնելու առհասարակ, որովհետև նույնիսկ կրկնում եմ, նախկին նախագահների պարագայում այլևս նույն էֆեկտը չունի, ինչ ել չեմ խոսում 18 թվականի մասին, նույնիսկ 21 թվականի համեմատ եմ այս առումով ասում։ Ամենայն դեպս այստեղ նույն այդ ուժերը աշխատելու տեղ ունեն, այսինքն իրենք պետք է համոզիչ լինեն շատ-շատերի համար, եթե նույնիսկ կան կասկածողներ, այսպես ասենք։ Իսկ ընդհանրապես Հայաստանում իհարկե ընդունված է ցանկացած ուժի այս կամ այն բանը, այսպես կապել ինչ որ մեկի հետ պրոյեկտ համարել, հա, իշխանության պրոյեկտ, չգիտեմ, այս մեկի ընդդիմության պրոյեկտ եւ այլ, հա։ Սա նորմալ է, երևի հայկական մենտալիտետում սա մենտալիտետի ընկալման համար նորմալ երևի թե խոսույթ է, որը որ տասնամյակներով շարունակվում է։ Այս ուղղությամբ իհարկե նորից եմ ասում, թե Սամվել Կարապետյանի թիմը, թե Թաթոյանի թիմը իրենք գործանելու տեղ ունեն, պետք է մտածեն ինչպես անեն, որպեսզի այս քարոզչական հնարքի էֆեկտիվությունը նվազագույնի հասցնեն։ Մի խնդիր եւս իրենց հետ կապված կա հանրության տեսանկյունից, մեր հասարակությունը մենք գիտենք անհատների հետևից է գնում եւ շատ կարեւոր է թե ով է ցուցակի առաջին համարը լինելու։ Եթե Ռոբերտ Քոչարյանի դեպքում ակնհայտ է, ինքը հայտարարում է, որ ցուցակը կգլխավորի նա, ով ամենաշատ ձայնն ունի իրենց թվում եւ ըստ էության ինքն է լինելու։ Սամվել Կարապետյանի եւ Մերձեովի հետ կապված լրագրողների հարցերին, այսպես հարցերը մնում են օդում այդ առումով, որովհետեւ դեռևս ակնհայտ չի ով է լինելու առաջին համարը եւ մամուլում նաեւ շրջանառու տեղեկություն, որ հնարավոր է Կարեն Կարապետյանը լինի։
Այսինքն ինչ կերպար կամ ով պետք է լինի, որպեսզի այս շարժման հետ կապված նաև ակնկալիքներ կան հանրային, որպեսզի շարժումը իսկապես իր նպատակին հասնի եւ այդ մարդկաց ակնկալիքները արդարանա։ Գիտեք, ուրեմն մինչ ձեր հարցին պատասխանելը նաև մի ակնարկ անեմ նախորդ հարցի հետ կապված, իմիջիալոց Նիկոլ Փաշինյանն էլ իր ամբողջ քաղաքական կենսագրության ընթացքում միշտ համարվել է այս կամ այն, այսպես ասենք, մարդու պրոյեկտը, այս կամ այն մարդու, այսպես ասենք, աջակցությամբ կամ ընդդիմադիր դառնալու կամ իշխանություն լինելու մեջ եւ հիմա էլ այդ խոսույթը կա, չէ, իրեն էլ են կապում։ Ուզում եմ ասեմ, սա հայկական սովորական խոսույթ է, որը որ կարծում եմ Նիկոլ Փաշինյանն էլ է սրանով անցել եւ չեմ կարծում, որ բանը շատ հաջող շրջանցել է դա։ Հիմա էլ այդ խոսակցությունները օրինակ կան։ Հա։ Այնպես որ ինչպես մենք տեսնում ենք, այդ խոսակցություններով հանդերձ այնուամենայնիվ հաջողվում է նաեւ իշխանության գալ այս առումով։ Հիմա ինչ վերաբերում է կոնկրետ Սամվել Կարապետյանի մեր ձևով շարժման կամ ապագա թիմի առաջնորդին, ապա իհարկե այստեղ կա խնդիր, որովհետև այնուամենայնիվ Հայաստանում ավանդաբար կուսակցությունները դա լիդերական կուսակցություններ են առհասարակ, այսինքն անկախ նրանից թե կուսակցությունը կամ դաշինքը ինչ անուն է կրում, սովորաբար մարդիկ երբ գնում են ընտրության, իրենք ասում են գնում եմ ընտրեմ Ռոբերտին, Սերժին, Լևոնին եւ այլն, այսինքն առաջի դեմքերին, այո, առաջի դեմքերում անկախ նույնիսկ եթե դա պարլամենտական ընտրություններ է առհասարակ։ Իհարկե սա մեծ նշանակություն ունի։ Տվյալ պարագայում իհարկե ինձ շատ դժվար է հիմա կանխատեսել, թե իրականում երբ ասում են, որ լինելու է վարչապետի թեկնածու, որը դուր է գալու, ընդունելի է լինելու եւ եթե չեմ սխալվում, դուր է գալու, այդպեսի տենց ֆրազայով ասվեց, հա, ինձ միանշանակ դժվար է բան անելը, ես չեմ բացառում իհարկե այն ինչ որ մամուլում գրված էր Կարեն Կարապետյանի առումով, նախկին վարչապետի առումով, իհարկե չեմ բացառում, նաև հաշվի առնելով, որ նույն Կարեն Կարապետյանը բավականին սերտ եւ գործնական եւ կարծում եմ անձնական հարաբերությունների մեջ է Սամվել Կարապետյանի հետ հայտարարությամբ է հանդես եկել, 1-2 անգամ այս կալանավորման հետ կապված իհարկե սա չեմ բացառում, բայց եթե նույնիսկ կարծում եմ չգտնվի այն վառ անհատականությունը ընդունելի եւ ամենակարևորը նաեւ ծանոթ, հա, այդ ճանաչելիության հարց կա միշտ, այսինքն մարդիկ ընտրում են մարդկանց համար շատ կարևոր է որ բրենդը ճանաչելի լինի, բրենդը մարդը եւ այլ ինստիտուտը ճանաչելի լինի, ամեն դեպքում այս քաղաքական ուժը ինքը ասոցիացվելու է միանշանակ Սամվել Կարապետյանի հետ։ Այսինքն, սենց եթե կարելի է երևի դա ընկալվելու է որպես Սամվել Կարապետյանի անվան կուսակցություն, անկախ նրանից, թե դա ինչ անուն է կրելու, ինչ, այսպես ասենք, բրենդ է իրենից մանը, բայց միևնույն է մարդիկ թե Սամվել Կարապետյանով հանդերձ, թե առանց Սամվել Կարապետյանի, ուզում եմ ասեմ Սամվել Կարապետյանը բնականաբար չի կարող լինել երևի թե առաջի համար, որովհետև այդ բանը կա, ցենզը կա, միևնույն է ինքը ընկալվելու է այդպիսի։ Այսինքն տվյալ պարագայում մարդիկ փորձելու են ընտրել թիմը, Սամվել Կարապետյանի թիմը, Սամվել Կարապետյանի անվան թիմը, ես մի քիչ գուցե այստեղ առաջնային է լինելու իր դերակատարումը։ Այո, այստեղ ով է այդտեղ բանը, այսինքն դա ով է թիմի թիկունքում կանգնած։ Թիմի թիկունքում կայնած ինչ որ չափով այստեղ այդ Իվանիշվիլու ֆենոմենը կարող է լինել։ Իհարկե Իվանիշվիլու դեպքը մի քիչ նաև ուրիշ էր, սկզբնական փուլում ինքն էր հենց որպես քաղաքացի այդ երկրի իրեն չէին նստացրել, այսպես ասենք։ Ինքն էր գլխավորում, այդ հետագայում ինքը ըստ էության որոշ ժամանակ հետո զիջեց այդ վարչապետի պաշտոնը իր այլ թիմակիցների եւ մենք տեսնում ենք այնտեղ բավականին հաճախ փոխվում է, հա։ Ես կարծում եմ մոտավորապես այդ սցենարը կարող է խաղարկվել եւ հանրությանը ամենայն դեպս ներկայացվելու է այս տարբերակը, որ մենք ունենք այս տարբերակը ամեն դեպքում թիմի թիկունքում
Սամվել Կարապետյանն է, անկախ նրանից, թե ով է լինելու, այսպես ասենք, պաշտոնական կամ ֆորմալ ֆեյսը այս process-ում նախընտրական։ Իմիջ այլոց ասեմ ձեզ, որ մի քիչ կարող է նմանվել իրավիճակը, երբ էր 2017 թվականին էր, չէ՞, մեր մինչև 18 թվականի ընտրությունները ազգային ժողովի, երբ հանրապետականների ամբողջ կամպանիայի ֆեյսը դեմքը Կարենն էր հենց Կարապետյան, բայց ինքը հենց այդ ցենզից ելնելով, նույն պրոբլեմից ելնելով ինքը առաջի համար չէր կարող լինել, բայց ամբողջ կամպանիան, նախընտրական կամպանիան ինքն էր տանում ըստ էության։ Որոշակի անալոգիաներ եմ ես հիմա բերում։ Այսինքն լուծումներ կարող են գտնվել, բայց սպասենք, որովհետև այնուամենայնիվ ինչ որ բան անոնսվել է, ասվել է, որ այո, լինելու է վարչապետի թեկնածու, ենթադրում եմ, որ դա արդեն խոսակցություններ իրենց միջև կան, ես չեմ բացառում որևէ տարբերակ, այդ թվում նրանք, այն տարբերակները, որոնք մամուլում շրջանառվել են։ Պարոն Հակոբյան, մենք խոսեցինք այս թիմայրի հետ կապված։ Իմիջիալոց հաշվի առնելով կներեք, նաև հաշվի առնելով իշխանության նյարդային կեցվածքը, որոնք կապված են նույն Կարեն Կարապետյանի թիմի ներկայացների հետ, ասենք նույն Վարդանը Հարությունյան կալանավորված է, շարունակաբար կալանավորված է, հիմա թիրախավորում են նաև նույն Կարենին Կարապետյան, չեմ բացառում որևէ տարբերակ։ Կամ գուցե իշխանություններն էլ, այսպես ասենք, իրենց համար իշխանություններն է սխալմամբ կեղծ թիրախների են հիմա բանանում, չտեսնելով իրականներին։ Մենք խոսեցինք այս թիմերի հետ կապված լիդերների, բայց կա նաև մեկ դերակատար, Գագիկ Ծառուկյանն է հայտարարել առաջ Հայաստան նախագծով իր այսպես կոչով, որ բոլորը միանան, տնտեսական ծրագրեր ներկայացնեն։ Ծառուկյանը այս անգամ ինչ շանսեր ունի եւ արդյոք այս անգամ նրա գործոնը դուրս դերակատարում կարող է ունենալ զարգացումներ։ Ես կարծում եմ բոլորն է շանսեր ունեն ընդհանրապես, որովհետև ունեն նաև ռեսուրսներ եւ օգտագործված եւ չօգտագործված ռեսուրսներ։ Շատ կարևոր է թե ինչ ֆորմատով է հանդես գալու, որովհետև ինքը հայտարարել է, որ նոր թիմով է հանդես գալու, դա ինչ է նշանակում, սա է հարցը, հիմա դա դաշինք է լինելու, Կարծես է հակված են դաշինքի, որովհետև այլ ուժերի միավորում են։ Ովքեր են լինելու, այսինքն դա հիմնված է լինելու հենց Գագիկ Ծառուկյանի ռեսուրսների վրա, թե դա գումարվելու են այդ բանի բոլոր մասնակիցների ռեսուրսները ընդհանուր առմամբ։ Բնականաբար նորից եմ ասում, որոշակի հնարավորություններ կան, ընդհանրապես հնարավորություններ կան, կարող է այդ ուժն էլ անցնելով խորհրդարան, իհարկե տիտուլային առումով լինելով ընդդիմադիր, կարող է նաև, այսպես ասենք, օժանդակել ընդդիմադիր դաշտում այդ կոալիցիայի ձևավորմանը, հաղթող կոալիցիայի ձևավորմանը ընդհանուր առմամբ, բայց քանի դեռ չեն սկսել գործընթացները, հիմա մենք, այսպես ասենք, մի քիչ ավելի սուրճի բաժակ ենք նայում, մենք շատ ավելի հեշտ է խոսել, շատ ավելի հեշտ է կանխատեսել կամ խոսել այն գործընթացների մասին, որոնք արդեն սկսվել են, որոնց մենք ականատեսենք ցանկացած րոպեին, հիմա եթե մտնենք ինչպես ասում են լրահոսի մեջ, ինտերնետ լրահոսի մեջ, երևի թե արդեն իրավիճակը նույնիսկ արդեն փոխված կարող է լինել մի փոքր այս կամ այն կողմ։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։